Ողջույն ձեզ, ես Հարություն Նացականյանն եմ, այսօր խոսելու ենք Սամվել Կարապետյանի 5 քայլերից մեկի հատկապես, ինչպես հասկացաք, գյուղատնտեսության ոլորտի մասին։ 5 քայլերից 4 քայլը դա գյուղատնտեսության ոլորտում լոգիստիկ կենտրոնների կամ մթերման կայանների ստեղծման մասին է։ Ինչպես գիտեք, Հայաստանում առ այսօր 21-րդ դարում 2026 թվականին նույնիսկ գոյություն չունեն լոգիստիկ կենտրոններ, ինչը տարածված են աշխարհի բոլոր գրեթե զարգացած երկրներում եւ զարգացող երկրներում։ Մենք մինչև հիմա Հայաստանի Հանրապետությունում առևտուրը իրականացվում է, այսպես ասած, միջնադարյան արևելյան շուկաների նմանվող շուկաներում, որտեղից գյուղմթերքը գնում է առևտրի կետեր, սուպերմարկետներ եւ այնտեղից տեղի ունենում վաճառքը վերջնական սպառողներին։ Մեր առաջադրած դրույթը հեծանիվ հայտնագործել չի, բայց խիստ եւ անհրաժեշտ պայման է գյուղատնտեսության զարգացման համար։ Լոգիստիկ կենտրոնը իրենից ենթադրում է գյուղացիական տնտեսությունների հետ սեղմ եւ ինտերակտիվ աշխատանք, որի արդյունքում մենք հուշելու ենք գյուղացուն ինչ աճեցնել, ինչպես աճեցնել, որտեղ աճեցնել, ինչպիսի որակ ստանան, որից հետո մենք նրան երաշխավորելու ենք մթերումը եւ արտահանումը դեպի հյուսիսային եւ հարավային հարևաններին, դեպի Ռուսաստան, դեպի Մերձավոր Արևելք, դեպի Սինգապուր, դեպի եվրոպական շուկա, կախված պահանջարկից։ Եվ մենք վստահ, ես կարող եմ ասել, հասնելու ենք այդ նպատակին եւ իրագործելու ենք այն։ Եվ հասնելու ենք նրան, որ գյուղացին չունենա որևէ խնդիր, բույսի աճեցման հետ կապված եւ իրացման հետ կապված։